Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն Դուշանբեի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռոսուլզոդան։ Հոկտեմբերի 10-ին վարչապետ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-տաջիկական հարաբերությունների խորացման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման եւ տարածաշրջանային գործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, TRIP նախագծին եւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ հայտնել Տաջիկստանի աջակցությունը գործընթացին։ Վարչապետը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Նրա խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունից հետո խաղաղություն է հաստատվել, որի հիմքում 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրն է։ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոնում երկու երկրների միջև նախաստորագրվել է խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, նաեւ հիշատակել է TRIP հաղորդակցային նախագծի կարեւորությունը, տարածաշրջանային գործակցությունը եւ ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերը խթանելու համար։ Նա շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռոհմանին ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ հաստատված խաղաղությունը հիմք է ստեղծում նոր տնտեսական, քաղաքական եւ հումանիտար հարաբերությունների զարգացման համար։ Նիստի ընթացքում երկրների ղեկավարները ստորագրել են մի շարք համաձայնեցված փաստաթղթեր։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին եւ նորանշանակ ռազմական ու ռազմաօդային կցորդ փոխգնդապետ Ժիրի Մրաչեկին։ Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Չեխիա գործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում բացահայտվել է դեպք, երբ անձը իր բեռնատարով մաքսային հսկողությունից թաքցնելով Հայաստան է ներմուծել 42400 տուփ ծխախոտ, չվճարելով շուրջ 15 միլիոն դրամ ակցիզային հարկ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում հարկերը չվճարելու հոդվածով։ Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է, նախաքննությունը շարունակվում է։ Ողջունում ենք Գազայում հրադադարի համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Դոնալդ Թրամփի գլխավորած միջնորդների անխոնջ ջանքերի շնորհիվ, այս մասին նշված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության X-ում արված գրառման մեջ։ Հուսով ենք, որ այդ համաձայնագիրը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության եւ կայունության համար, նշված է գրառման մեջ։ Ռուսաստանի Լիպեցկի մարզում պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարվել է MiG-31 կործանիչ օդանավի անձնակազմը կատապուլտի է դիմել։ Անձնակազմի երկու անդամները վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Օդանավը վայր է ընկել Չապլիգինի շրջանի անտառում եւ այրվել։ Ռուսական հարվածից ադրբեջանական ինքնաթիռի խոցման պատճառներից մեկը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգում տեխնիկական խափանումներն էին։ Ըստ Կրեմլի այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի նախագահի խոսքով ռուսական երկու հրթիռներն ուղիղ չեն հարվածել ինքնաթիռին, այլ մի քանի մետր հեռավորության վրա պայթել են եւ հավանաբար դրանց բեկորներն են վնասել ինքնաթիռը։ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ ռուսական կողմը կփոխհատուցի ողբերգության համար պատասխանատուների գործողություններին իրավական գնահատական կտան։